Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ I will ask my question in English. Երկու մասամբ խոսեցիք ներկայիս իրավիճակի մասին, ձեր ելույթում սակայն ելույթներում սակայն մեկ հարց։ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը եկեղեցուն եւ հոգեվորականներին մեղադրեց խաղաղությանը դեմ լինելու մեջ եւ ոչ միայն, այլ նաեւ ոչռակազդեցության ներքո գտնվելու մեջ։ Ինչպես եք վերաբերվում այդ մեղադրանքներին, շնորհակալություն։ Դուք նախ բարձրաբանել, որ մենք այստեղ ենք ոչ թե որպեսզի այս ընտրություններում մեկին կողմ կամ դեմ հանդես գանք, մենք որևէ տեխնացուի կողմ կամ դեմ չենք, մենք նաև որևէ դիրքորոշում չունենք այս երկրի առջև ծառացած քաղաքական հարցերում։ Մենք շատ քաջ գիտենք, որ հարցեր են բարձրացվում այն մասին, թե ինչպիսին պիտի լինեն Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Արևմուտքի հետ։ Մենք իրականում այդ հարցերում դիրքորոշում չենք ցուցաբերում եւ մենք չենք գնահատի այս հարցում եկեղեցու մեկնաբանությունները, որովհետեւ եկեղեցին ամեն իրավունք ունի հանդես գալու որոշակի դիրքորոշմամբ կողմ կամ դեմ լինելու կառավարության գործողություններին։ Դա իր իրավունքն է։ Դրա մասին է ժողովրդավարությունը։ Մենք զուտ այստեղ ենք, որ ասենք, որ հիմա եկեղեցու վարչապետի ստաբիլող դիրքորոշում ունենալու հանգամանքը վարչապետին իրավունք չի տալիս սկսելու վրեժխնդիր լինել, իրավունք չի տալիս սկսելու միջամտել այս կարևոր կառույցի եւ հոգեվարականության անկախությանը եւ մենք դա ենք տեսնում։ Մենք չենք գնահատելու եկեղեցու դիրքորոշումը, բայց մենք գնահատելու ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են եկեղեցու դեմ վրեժխնդիր լինելու համար, կոնկրետ վերջինիս որտեղած որոշակի դիրքորոշումների համար։ Մայկրոֆոն Ես անգամ ավելացնել, որ մենք որևէ ապացույցներ չենք տեսել նոտարիա քաղաքական վերահսկողության եկեղեցու նկատմամբ, քաղաքական կուսակցությունների նկատմամբ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Մենք գիտենք կառավարության մեղադրանքների մասին, որոնք ներկայացվել են քննչական կոմիտեին, այն առայն, որ կանարտակին ուժեր մեջբերում անում, որոնք ճնշում են գործադրում Սփյուռքի հայերի նկատմամբ, որ նրանք ընդհանրապես կան Հայաստան եւ քվեարկեն, նույնիսկ եթե այդպես լիներ, դա պատահեր չէ, որ հանցագործություն լինի, հայերը իրավունք ունեն գալ Հայաստան եւ քվեարկության մասնակցել։ Ես կարծում եմ, որ ցավալի է եւ միայն Հայաստանի բարակայում չէ, որ այդպես է, երբ պետական իշխանությունը, կառավարական իշխանությունը կամ քաղաքական կարծիք ունեցող որևէ մեկը մեղադրում է իրենց հետ չհամաձայնվող անձանց օտար պետության կամ շնորհգործական լինելու մեջ։ Մենք դա տեսնում ենք ԱՄՆ-ում, եթե քննադատում ես Իրանում պատերազմը, քեզ կմեղադրեն Իրանամետ լինելու մեջ։ Դա բացապես հիմարություն է։ Իսկ ընտրությունների համատեքստում, սպասվող ընտրությունների համատեքստում իրոք անպատասխանատու է կառավարության կողմից հնչեցնել մեղադրանքներ, որոնց համար վերջինս առերևույթ որևէ ապացույց չունի։ My question is for Mr. Galfayan. As you've constantly spoken about the Armenian prisoners illegally held in Baku, especially the military political leadership of Artsakh, now that there's an information vacuum, and also the Red Cross delegation is no longer entitled to be in Baku. They've been expelled from there. Besides, the court verdicts, the judgments have now become final as part of the farce, as part of the show. What is to be done now, and what is coming up? What is to be expected for the Armenian prisoners that are held in Baku? What is their destiny going to be? What should be done, and what are you going to do? Thank you. Ինչպես գործընկերներս պնդեցին, ես կարծում եմ ձեր հարցը դեռևս կապված չէ մեր բուն առաքելության հետ, ուստի ես չգիտեմ արդյոք ես պիտի այդ հարցին արձագանքեմ այստեղ եւ հիմա ցավում եմ, բայց միգուցե սա ուղղակիորեն կապված չէ մեր առաքելության հետ։ Հիմա այլ գործունեությունը այդ բանտարկյալների պաշտպանության հետ կապված որևէ առնչություն չունեն այս առաքելության նպատակի հետ։ Լավ, ուրեմն գործընկերներս համաձայն են, մենք կարող ենք այս հարցին պատասխանել, բայց հասկանանք, որ դա տվյալ առաքելության մանդատի շրջանակից դուրս է։ Ինչ եք ցանկանում, որ ասեմ։ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է։ Մենք կարող ենք
դիճարկել անարտարային որոշումները, որոնք կայացվել են ադրբեջանական դատարանների կողմից։ Այսօր միայն մեկ տարբերակ կա դիմելու եվրոպական դատարան։ Դժբախտաբար դա նշանակում է գործիքնության երկար ձգձգումներ եւ ինչ եմ ես միշտ ասել այս դատավարությունների մասին, ասել եմ, որ եթե ուզում ենք արագ լուծել խնդիրը, ապա միայն քաղաքական, դիվանագիտական ճանապարհն է լավագույն ճանապարհը դա անելու։ Դժբախտաբար, ինչպես բոլորդ գիտեք, իրական գործողություններ չեն ձեռնարկվում հայկական կառավարության կողմից պահանջելու համար այդ բանտարկյալների ազատ արձակումը։ Ես միայն այդքանը կարող եմ այսօր ձեզ ասել։ Փաստացի սա դրամա է, սա ազգային ողբերգություն է, որովհետև այս բանտարկյալներին որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է հայերի ազգային արժանապատվության հասցեին։